Նույն այն օր այն Ալենը, այն Ալի Սեմինը ազգային ժողովի ոչ բարով նախագահ կոչեցել է, որ եղել է իմ միջակ ուսանողներից մեկը։ Ասում է ինձ վարչապետը ինչ ասի, ես պիտի անեմ։ Այ անգրագետ։ Ես այն օրն էլ մի այլ առիթով ասացի։ Դու չես կարդացել Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ասում է, որ ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Այդ տագետ իրավաբանությունից, իբր դիպլոմ ունես, 100 անգամ ասել եմ, ես ձեռս կոտրվեր գնահատական դրան չդնեի։ Դու ամոթ չես անում, արա ես ինչ ես խոսում։ Ազգային ժողովը պիտի հսկի կառավարության վրա, ոչ թե վարչապետը ինչ ասի, ազգային ժողովի նախագահն անի։ Հասկանում եք, սա սահմանադրական կարգի տապալում է, որովհետև Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով։ Այդ աղա, լսի, Սիմոնյան Ալեն, դու կարաս մի հատ սահմանադրության մեջ նորմ վկայակոչես կամ ձեր գործունեություն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի մի հատ նորմ վկայակոչես, որտեղ գրած է, որ ազգային ժողովի նախագահ պարտավոր է կատարել վարչապետի հանձնարարականները։ Չես կարող, այ բեզաչոտնիկ։